Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ USA Armenian Live լրատվամիջոցի ղեկավար Ափոյ Չաբարյանի հետ, ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Չաբարյան։ Բարև ձեզ, պարոն Գիրագոսյան։ Դուք Հայաստանում եք ինչ-որ ծրագրի շրջանակներում, որտեղ նաև ներգրաված են եղել ամերիկացի զինվորականներ, ինչ կանով որ ինձ ինֆորմացիան հասել է։ Խնդրեմ դուք հիմա մանրամասնեք, դա ինչ այց էր, ովքեր էին ու նպատակը որն էր։ Այո, ուրեմն ես որպես հիմնադիր փոխնահանգա ամերիկյան հայկական ազգային անվտանգության ինստիտուտի եւ բարոն Մարկ Մաքարլին հիմնադիր նահանգա նույն գազագերբության մենք մարտի երկրորդ շաբաթը գլխավորեցինք բادرագությունը ամերիկացի ուրեմն փանագի թոշակի անցած գեներալների ովքեր մասնակցած են իրենց գիտելիքների մեջը եւ որպես այդպեսին համագործակցությամբ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության Պաշտպանության ազգային հետազոտական համալսարանի ղեկավարության եւ նույնպես Վասկեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ղեկավարության համագործակցությամբ եւ հրավերով մասնակցած ենք սեմինարի ներկայացման երկու հաստատություններինես, որտեղ ամերիկացի մասնակիցները իրենց գիտելիքները փոխանցած են ամերիկյան եւ ՆԱՏՕ-ի ստանդարտի մակարդակով։ Ինչ մասնագետներ էին եկել ձեզ հետ։ Ուրեմն ասենք իրենց բնակավարի մեջը ասենք ես իրավունք չունիմ մանրամասնելու, սակայն պետք է ասեմ, որ ամերիկյան հայկական ազգային անվտանգության ինստիտուտը կյանքի գոչվեցավ 2020 թվականի 44 օրյայի հետևող ասենք ամիսներուն իմանալով որ Հայաստանի Հանրապետությունը խիստ կարիք ունի իր արտաքին ասենք տնտեսական, քաղաքական, ռազմական դաշինքները բազմազան դարձնելու diversification իսկ գարձեմ Հայաստանի մեջ ասում են diversification։ Իրենք ինչ կարգավիճակ ունեին այդ մարդիկ, կոչումները ինչ էր։ Օրինակ համար բարոն Մաքարլին ամերիկյան բանակի գեներալ-մայոր երկու ազգանի, որ թոշակի անցած է։ Այսինքն գործող գեներալներ չեն եկել, այլ գործող գեներալներ չեն, բայց իրենց մասնակցությունը խիստ կենսական է ովևէ բերության համար, որ կփապակի արտիականացնել իր ռազմական հնարավորությունները նախ ադալ պետք է ասեմ, որ ամերիկյան հայկական ազգային անվտանգության ինստիտուտը ուսուցողական, educational, մարդասիրական եւ բարեսիրական գազագերբություն է եւ իր գլխավոր առաքելությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Հայաստանի Հանրապետության միջև ռազմական, տնտեսական, քաղաքական դաշինքը ուժեղացման օգտին առաջադրանք ներկայացնել երկու ասենք ռազմաքաղաքական շրջանակներն է եւ արդեն սա 5-րդ տարեդարձն է 5-րդ տարին է որ այս յուրահատուկ գազագերբությունը իր կորզունեությունը գծավալի Ամերիկայի Միացյալ Նահանգներու մայրաքաղաք Վաշինգտոն DC եւ այլ շրջանակների մեջ, ինչպես եւ նաեւ Հայաստանի մեջ իմիջայլուց երկու բեզությունների ղեկավարների ղեկավարության, ռազմաքաղաքական ղեկավարության հավանությամբ։ Այսինքն իրենց այցը համաձայնեցված էր Հայաստանի Իհարկե այդալ նշեմ, որ ամերիկյան հայկական ազգային անվտանգության ինստիտուտը American Armenian National Security Institute-ը ոչ միայն այսպիսի ուսուցողական աշխատանք կդանի, այլ նաև մարդասիրական բնակավարներ, նաև հումանիտար բրիգադայի, հումանիտար աջակցության բրիգադայի
վարժանքների աշխատանք կդանի։ Օրինակ համար անցյալ տարվա սեպտեմբերին Գորիսի մեջ, Սյունիքի մեջ առաջին անգամ ըլալով ամերիկյան հայկական ազգային անվտանգության ինստիտուտը ANSI-ին համագործակցությամբ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության եւ ներքին գործոս նախարարության փրկարարական բաժանմունքի ղեկավարության գայացուց ռազմական իրավիճակների ժամանակ վիրավորվածի փրկարարական վարժանքներ Գորիսի մեջ եւ որի մասնակցեցին մոտարապես 100 հոգի եւ այս տարի օգոստոսին նույնպես այդ վարժանքները պիտի դարձյալ դեղի ունենան գայանան համագործակցությամբ Պաշտպանության նախարարության եւ ներքին գործոս նախարարության։ Այսինքն ես ճիշտ եմ հասկանում, որ ձեր կազմակերպությունը, որ կա Միացյալ Նահանգներում գործող հասարակական կազմակերպության կարգավիճակ ունի, որը ուղղակի համագործակցում է Հայաստանի ՊՆ-ի հետ։ Այո, հասարակական կազմակերպություն է educational, ինչպես որ անգլերեն գսեն, educational, humanitarian եւ charitable, այսինքն ուսումնական, մարդասիրական եւ բարեսիրական որպես կազմակերպություն։ Ամերիկայի կառավարությունը կապ չունի այս բանի հետ, ծրագրի հետ։ Ոչ ուղղակի, սակայն Ամերիկայի կառավարությունը թույլտվություն տված է, որ ամերիկյան, ասենք, փանագի թոշակի անցած մասնակիցներ իրենց մասնակիտական գիտելիքները ներկայացնեն եւ գիսվին հայկական կողմին հետ։ Այլապես հնարավոր չէ այդպիսի գործունեություն ծավալել։ Ինչի, բայց չէ որ նրանք այլևս գործող զինվորականներ չեն։ Կապ չունի, եւ որ անցմը դիրացած է գիտելիքների, իրավունք չունի հենց այդպես գիսվելու ովևէ կողմի հետ։ Այսինքն քաղաքացիական Այսինքն մեկ խոսքով ուրախությամբ պիտի նշեմ, որ ավելի քան երբեք Ամերիկայի Միացյալ Նահանգները որպես պետություն եւ Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն առաջին անգամ լալով ռազմագիտական, ստրատեգիական թաշինքը զարգացնելու նոր ժամանակաշրջան, նոր փուլ մտածեն եւ արդեն մենք ականատես եղանք ուրախությամբ ականատես եղանք վերջին 5 տարիներում 2020 թվականի 44 օրերի յետքը թե ինչպես Հայաստանի Հանրապետությունը սկսավ իր արտաքին թաշինքները բազմազան դարձնել սկսելով Հնդկաստանի հետ ռազմագիտական հարաբերությունները Եվրոմիության զանազան երկրներու հետ ինչպես եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներու հետ եւ միշտ կովելի է այն միտքը որ հայկական պետականությունը դեպաբես զարգացնե իր արտաքին թաշինքների բազմազանությունը diversification Եվ սա Հայաստանի Հանրապետությունն է ֆինանսավորում այս միջոցառումը։ Ոչ, շատ լավ հարց է, շնորհակալ եմ հարցի համար։ Ուրեմն ամերիկյան հայկական ազգային անվտանգությունը ոչ կֆինանսավորվի ամերիկյան կառավարության եւ ոչ ալ Հայաստանի կառավարության կողմէ, այլ բացառապես կֆինանսավորվի քաղաքականապես եւ պետականասեր եւ հայաստանասեր ամերիկացիներու կողմէ եւ որոնց հերթին ամերիկահայեր, որոնք սրտացավ են մայր հայրենիքի ասենք ներգայով եւ ապակայով եւ որպես այդպեսին այս կազմակերպությունը գզորակցի հայկական պետականության ինքնիշխանության, անկախության եւ պաշտպան ունակության օգտին։ Եվ հիմա այսպիսի խոսույթ կա Հայաստանի ներքաղաքական կյանքում, հենց Նիկոլ Փաշինյանն է տարածում, ասում է, եթե ես չընտրվեմ, պատերազմ կլինի, Ծառուկյանը, Քոչարյանը,
Սամվել Կարապետյանը կամ պատերազմ կլինի։ Սա արդյոք սպառնալիք չէ ժողովրդին։ Ոչ, որովհետև ես իհարկե Հայաստանի վերանգախացումեն առաջ եւ յետքը նույն ուշքնությամբ, նույն սրտացավությամբ գեդեվիմ գաշխադիմ միշտ ականչալուր լար ամեն տեսակի ներքին եւ արտաքին զարգացումներին եւ պետք է ասել որ նախքան 2020 թվականի 44 օրյա դերօրիստական հարձակումը Արցախի հայության վրա եւ նաեւ Հայաստանի Հանրապետության հանդեպ նախաձեռնությամբ մեղսակցությամբ պետք է ասել Ադրբեջանի, Թուրքիայի, Դայշի, որ տերորիստական ահաբեկչական խումբ է եւ նաեւ ինչու՞ չէ Իսրայելին եւ Պակիստանին եւ որպես ապշեցուցիչ երևույթ հետագային բարձրացավ որ նույն ինքը Ռուսաստանն ալ մասնագից եղած է այդ հագահայ տերորիստական շարժումին եւ անշուշտ վստահ եմ որ ցեզի եւ մեր հարկելի հայրենագիտներու համար քախնիկ չէ որ 2020 թվականի 44-ին ամիջապես յետքը մենք որպես հայություն ապշահար էինք երբ ականչալուր եղանք եւ ականատես եղանք Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարար այդ ժամանակվա Պաշտպանության նախարար Շոյգուի հրաբարակային շնորհավորանքը լսել է յետքը ասենք Ադրբեջանի կառավարության որ նախարարցակ եղած էր Արցախ հայության եւ Հայաստանի Հանրապետության դեմ եւ այդ ապշեցուցիչ բացահայտում են յետքը ինձ համար абսուրդ է որ ներգա այսօր այսպես կոչված այս գերս ընտիմությունը որ նաեւ դժբախտաբար խոշոր մասշտաբի վրա մեղսակցած է թավջանական կորձունեությամբ եւ ես բազմաթիվ լավատեղյակ անձնավորություններու հետ դարբեր զրույցների ընթացքին իրազեկված եմ որ ոչ միայն Ռուսաստանը որպես երկարամյա վստահելի դաշնակից այլ նաեւ ներքին 5-րդ շարասյունը հին կողապետական ռեժիմները հանցինս Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին եւ նաեւ մնացած ռսաստրուկ ջամփարին եւ որոնց հերթին Դաշիր Սամոները եւ նույնիսկ Թաթոյանները պետք է ասեմ դժբախտաբար եւ դրանց գումարած Հայաստանից արաքելական եկեսին բռնազավթած Կարեկին Բ Գդրիչ Ներսեսյանը եւ իր համագլանագից երյակ գլանի գլխավոր պարտներները եւ որոնց հերթին Գդրիչ Ներսեսյանի եղբայրը, հարազատ եղբայրը Եզրասը, Մոսկվայի Եզրաս arczepiskopոսը, որին աշխարհական անունը Գարո Ներսեսյան եւ բոլորիս հայտնի է որպես KGB եւ հիմա արդեն FSB-ի կորձակալ եւ իրենց ամիջական գծորդը Ամերիկայի Միացյալ Նահանգների արևմտյան թեմի առաջնորդ Հովնան arczepiskopos Տերտերյանը Կանադայի arczepiskopos ներոթյուն Կանադայի թեմական առաջնորդ Հովագիմյանը Ամերիկայի արևելյան թեմի Բարսամյանը եւ դժբախտաբար բազմաթիվ ուրիշներ որոնք իբրև թե հոգեվորական են սակայն իրականության մեջ որպես կորձակալ հագաբետական այդ թավջանական լայնամասշտաբ թավջանական կներեք այս ամեն ինչը որ դուք հիմա ասում եք ինչ կապ ունի Նիկոլ Փաշինյանին հայտարարության հետ որ եթե ինքնավստահության պատերազմ լինելու որտեղ կներեք այդ ուժերից ոչ մեկը չի ասում որ իրենք պատերազմ հերվից եկա որպես ընդհանուր կոնտեքստը հստակեցնենք մեր հերոստատիտող հայրենագիցներուն համար ուրեմն абսուրդ բան է մեկ կողմեն թավջանապար սաբոտաժի ենթարկել հայկական փանագի պաշտպանության կորձունեությունը եւ թեմականացնել բարդությունը
չախչախիչ բարդությունը հայկական կողմի, հետո Հայաստանի Հանրապետությունը խոցելի դարձնել եւ իր պաշտպանունակությունը բավականին ասենք կոմպրոմատ վիճակի մեջ բերել եւ հետո սկսել օրվան ղեկավարին, որ իրականության մեջ զուգակի ինգազեր, բանից դուրս եկավ, որ որպես կապուտյան նոխած գուզեին կորձածել վարչապետ Փաշինյանին, ըստ երևույթին չկարողացան, ինչպես որ անգլերեն գսեն, railroading, այսինքն քնածքի դակ գցել իրեն, ես սկիզբը ճիշտ քաչադեղյակ չէի եւ գխորեի, որ վարչապետ Փաշինյանն իր հերթին մեղսագից կարող է լինել, բայց հետո բանից դուրս եկավ, որ գլխավոր մեղսագիցները հին ռեժիմականներն են եւ հիմա Հայաստանի Հանրապետությունը իր ամենախոցելի ասենք գարկավիճակը ուներ ռազմական առումով, բարեբախտաբար ներկայորեն մի քիչ ավելի լավացած է, բայց ոչ այդքան իդեալական եւ սպառազինման առումով հավասարակշռությունը թերևս չէ վերականգնված ըստ բազմաթիվ լավադերյակ ակտիվների եւ այս ներողություն եւ այս պայմանների տակ երբ մարդիկ ռազմահունչ հայտարարություններ կկատարեն եւ հին ռեժիմականները ովքեր նույնիսկ Ղարաբաղցի Քոչարյանը չի ասում, որ ես հենց եկա դարձա իշխանություն պատերազմով Ղարաբաղ եմ ազատագրելու, ով է անում այդ պատերազմի մասին հայտարարությունները, որ մի ուժն է անում։ Գիտեք, իրենք անձնապես չեն կատարել այդպիսի հայտարարություններ, բայց իրենց գծորդները անում են, լայնորեն անում են եւ ես դա դատաբարդելի կգտնամ, եթե իրենք այդքան ուժեղ էին, ինչու ամենա նպատակահարմար փուլին, երբ 1994-ին Ադրբեջանը չախչախիչ բարդություն գրած էր հայկական կողմի համաժողովրդական պայքարի ասենք հետևանքով, ինչու այդ ժամանակահատվածին 1994-ին մինչև 2018-ը չփարեհաջեցան compromise անել, այսինքն փոխզիջման երթալ Ադրբեջանի հետ եւ փրկել Արցախը, իսկ 2020 թվականի 44-օրյային ետքը երբ իրենք մեղսակցաբար թավաջանեցին հայկական պետականության եւ սցենար իրականացուցին Արցախը հայաթափելու եւ մենք ականատես եղանք ինչ հոյակապ աշխատանք տարավ մեր սիրելի Ռուսաստանը եւ ռուսական խաղաղապահ զորքերը եւ մենք ականատես եղանք 2022 թվին Արցախի ասենք բլոկադային երբ ռուսական խաղաղապահ զորքերը այնտեղ ցերնազալ միան որպես հանդիսատես հանդես եկան, իսկ 2023 սեպտեմբեր 19-ին նույնպես ռուսական զորքերի անդարբեր հայացքի ներքո Արցախը հայաթափվեցավ եւ այս բոլորի հետ մենք պետք է ընդգծենք, պետք է հստակեցնենք այսպես կոչված Ղարաբաղյան գլանը իր սև աշխատանքը հրավ եւ հիմա նույն այդ Ղարաբաղյան գլանը, որ ամեն կերպ իշխանադենչությամբ կդարաբի եւ ամեն կերպ կաշխատի վերադառնալ իշխանության, այսպիսի ռազմահունչ հայտարարություններ կկատարի, եթե իրենք այդքան ուժեղ անձնավորություններ էին, թող 2018-ին առաջ, երբ փառաբանց հաղթանակ տարածեր հայ ժողովուրդը, այդ հաղթանակը վերածեին թիվանակիտական ցերբերումի, թիվանակիտական հաղթանակի։ Այդ այնուհանդերձ արձանագրենք, որ այդ ուժերից որևէ մեկը պաշտոնապես չի ասում, որ ինքը պատերազմ է սկսելու, հենց եկավ իշխանության։ Ներողություն, լավ չլսեցի։ Այդ ուժերը Սամվել Կարապետյանի, Ծառուկյանի, Դաշնակցության, Քոչարյանի, Թաթոյանի ոչ մեկը պաշտոնապես չի ասում, որ մենք պատերազմ ենք սկսելու։ Իրենք պաշտոնապես չեն ասում, սակայն իրենց գծորդները
բոլ խոստումներ գուտան եւ ամենահետաքրքրը իրենց թալանած փողերով հիմա բարեգործություն գնեն այդ ինչ տեսակ բարեգործություն է եւ ինչ դիբի քաչասիր քաչագորովի ճագերդյան իհարկե հայտարարություններ են եւ իրենց զավակները նույնիսկ հայկական բանակի մեջ չեն ծառայած եւ հիմա այս մարտիկը ելած են Հայաստանը փրկելու մենք արդեն ականատես եղանք թե ինչպես փրկեցին Արցախը նույն ինքն Ռսաստուկ հայապողական տաշնակցության բյուրոյի ներկայացուցիչները եւ իրենց ամիջական գծորդները Արցախի ինչպես լուծարեցին հայկական պետությունը Արցախի դարածքին եւ ի վերջո հասնեցին այսինքն անհետեթությունն է բարոն Գիրագոսյան խոսիլ 5-րդ չարասյան 5 ռեժիմականների արժանինքների մասին մենք տեսանք իրենց արժանինքները հիմա էլ ոտքի ելած են եւ գուզենան փրկել Հայաստանը եւ վաղ միսօր ասված մի արասե հանգարց ուզեն փրկել նաեւ Սփյուռքը որ գգայանա Հայաստանի Հանրապետության ողնաշարը ի զորակցություն եւ ի մասնակցություն հայրենի քաչարի ժողովրդին որ առաջին ողնաշարը գանտիսանա դուք Նիկոլ Փաշինյանի վերջին այս միջադեպերը ինչպես եք մեկնաբանում երբ որ թիրախավորում է շարքային արցախցիների նրանց մեղադրում փախուստի համար իրենց հայրենիքը լքելու համար սա արդյոք անարդար մեղադրանք չէ բլոկադայի մեջ գտնված քաղաքացիների նկատմամբ ես ցավիսիր մանրամասն իրազեկված չեմ վերցին եղելություններեն սակայն պետք է ընդհանուր բարունակի մեջ պետք է ասել որ դժբախտաբար մենք կորձ ունեցանք որոշ Ղարաբաղցիների հետ որոնք մեղսակցաբար պատրաստական էին Արցախը լքելու հետոյալ մուննատ գալու սակայն իբադի բազմաթիվ արցախցիներին ովքեր իրական զոհ կացած են հիմա իբադի մեր արցախցի հայրենակիցներին նրանք ճիշտ կողմնորոշված են եւ սկսած են զանազանել հավաճանական ջամփարը եւ pedagoganasեր եւ pedagogananվեր ջամփարը եւ պետք է միայն քննադանքի խոսքսել համոզմունքով եւ քաղաքականապես հասուն Արցախի մեր հայրենակիցներու մասին ի հակապատկեր Ղարաբաղցիներին եւ Ղարաբաղյան գլանի գծորդներին ովքեր ամեն ինչ կնեն որ իշխանության վերաթանան իքին ամեն ինչի նույնիսկ եթե հայկական պետականությունը գործնե իր անկախությունը իր իշխանությունը եւ վերածվի ռուսական գուբերնիայի ով է ուզում Հայաստանը դարձնել Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող ինչ-որ տարածքի Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Դաշիր Սամո, Սամվել Ալեքսանյան, իրա եղբորորդին եւ ամբողջ այդ ջամփարը նրան կումարած Քարիկին Գդվիչ Ներսեսյանը, Պակրատ Սարեսված Սրբազանը մենք տեսանք ինչպես Սրբազան Չագերդիա Սրբազան Բայկարից հերնարգեց եւ ամբողջ այդ գլանային համագարկը բայց Քոչարյանը հակառակ ասում է ես որ գամ կհզորացնեմ ներողություն Քոչարյանը ամենավերջին անձն է որ բարոյական իրավունք ունի ովևէ գերբ առնչվելու հայկական պետականության ներգայի եւ աբակայի հետ հատկապես նկատի ունենալով այն փաստը որ ինքը քույր բարտի դիմաց հայկական պետականության ստրատեգիական կառույցները նվիրեց այսպես կոչված ռուսական դաշնության եւ իր օրոք թալանի եւ քրեա օլիգարխիկ մշակույթը իր ամենաբարձր գեդին հասավ եւ դժբախտաբար շարունակվեցավ Սերժ Սարգսյանի օրոք
եւ նաեւ նույն ինքն Քոչարյանի օրոք մենք ականատես եղանք աղետալի ասենք իրադարձություններին եւ որոնց հերթին հոկտեմբեր 27 1999-ի massայական ըսպանթը ասկային ժողովեններ եւ նաեւ 2008-ի մարտի 1-ի ամեր քաղաքացիների ըսպանթը եւ անշուշտ դժբախտաբար շարքը երկար է մեկ խոսքով Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Դաշիր Սամոն այս ամբողջ այս համագարկը ոչ մեկ առնչություն չունին անկախ ինքնիշխան հայկական պետականության հետ։ Դուք թույլ չտվեցիք ավարտել, Քոչարյանն ասում է, որ գա կհզորացնի Հայաստանը տնտեսական առումով, անվտանգային առումով, նոր երաշխիքներ կգտնի խաղաղության համար, թռիփի համար։ Բարոն Գիրագոսյան, անհեթեթություն է, աբսուրդ բան է։ Մենք տեսանք ինչպես Ռոբերտ Քոչարյանը փրկեց Հայաստանը իր նախագահության 10 տարիների ընթացքում եւ նաեւ մենք ականատես եղանք թե ինչպես իր թալանը եւ կշարունակենք ականատես լինել թե ինչպես իր թալանը կչարաշահի եւ գոկտակորձի հայկական պետականության քաղաքացիների թեմ։ Պատերազմ չի եղել Քոչարյանի օրոք, ասում են իր թիմակիցները։ Այո, պատերազմ չի եղել, սակայն առավել եւս որ պատերազմ չի եղել, բարոն Քոչարյանը այդ ժամանակը պետք է առաջինը ըլլալ, որ Արցախյան առաջին ազգամարտի հաղթանակը վերածեր թիվանակիտական հաղթանակի, սակայն ինքը փաստորեն որպես հագահայ ուժ, հագա պետական ասենք կորզունություն ծավալող օդարերգյա կորձակալ ամեն կերպ խոչընդոտեց եւ մենք Իրան նախագահության օրոք թշպախտաբար շարունակեցինք ականատես լալ նաեւ սպյուրքահայերի թալանին ովքեր սրտացավ երբով եկած էին Հայաստան եւ իրենց ներդրումը սկսած էին կատարել որովհետեւ հայկական պետականության դնդեսությունը առավել եւս բարգավաճի սակայն մենք թշպախտաբար ականատես եղանք այդ ճակատի վրա հին ռեժիմականների, հին քողապետական ռեժիմականների թալանչիական կորձունեության եւ խափանարարական կորձունեության։ Եվ ես կցավիմ, որ այս ներկա օրով թադա իրավական համագարկը թերևս չի ազատագրված եւ միջև այսօր թշպախտաբար հին ռեժիմականներին հատկապես երկրորդ եւ երրորդ նախագահի օրոք թադավոր նշանակված բազմաթիվ անձնավորություններ իրենց սև աշխատանքը եւ օրագարկը կորզատրեն բազմաթիվ քրեակորձ դարերին ամեղ հրճագելով եւ ըստ երևույթին այդ process-ը պետք է շարունակվի եւ թադա իրավական համագարկը համալրվի իսկապես պետականասեր եւ անաչառ եւ առողջ մտածող եւ կորձող թադավորներով։ Շնորհակալություն հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ։